Սիրոտոներից մինչև մարտիրքը։ Գիծյան համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ սալիկների ամբողջ տեսականու համար։ Գլխավոր դատախազությունը ազգային ժողովի նախկին պատգամավոր Էրնեստ Սողոմոնյանից պահանջում է հօգուտ Հայաստանի բռնագանձել Երևանի հյուսիսային պողոտայում գտնվող երկու անշարժ գույք, որոնց շուկայական մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը կազմում է 236 միլիոն դրամ եւ 8 միլիոն 50 հազար դրամ որպես ապօրինի եկամտի մնացորդ։ Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի սեպտեմբերի 22-ին ոստիկանը Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն ստանալու նպատակով խոշտանգել է անձին, վերջինիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք։ Ոստիկանության գլխավոր վարչության ոստիկան ՀՀ-ի եւ ոստիկան ԳՄ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել կալանքը։ Քննչական կոմիտեն պարզել է, որ ԿԱ-ն հանդիսանալով Հայաստանում գործող ընկերության հաշվետարը, սակայն փաստացի հանդիսանալով այդ ընկերության տնօրենը 2025 թվականի հունվարի 28-ից մինչև ապրիլի 14 նկատ ժամանակահատվածում համակարգչային հափշտակությամբ խմբի կազմում օգտագործելով Հայաստանում գործող բանկերից մեկի էլեկտրոնային սպասարկման կետ հանդիսացող կայքը եւ արտասահմանյան բանկերի թողարկած պլաստիկ քարտերի տվյալները արտասահմանյան բանկերի քարտապաններից բազմաթիվ գործարքներով փորձել է հափշտակել 764 միլիոն 358 հազար դրամ գումար։ Փետրվարի 28-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի 43 հասցեոն վիճաբանություն է եւ գետնին ընկած քաղաքացի կա։ Ոստիկանները ձերբակալել են Երևանի բնակիչներ 27-ամյա Հրայրին, 29-ամյա Համլետին, իսկ 17-ամյա Ն շտապօգնության կողմից տեղափոխվել է հիվանդանոց։ Փետրվարի 28-ին տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի 63-ամյա բնակիչը Սոս Մանուկյան եւ Ալավերդյան փողոցների երկու հասցեներում առանց համապատասխան թույլտվության եւ լիցենզավորման զբաղվում է տրանսպորտային միջոցների շարժիչի յուղերի ու դիստարելիքի հաճարքով։ Ավտոտնակ եւ բակի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերվել է 800 լիտրից ավելի շարժիչով յուղով պլաստմասե տարաներ, վաճառքի համար նախատեսված սարքավորումներ, իսկ Ալավերդյան փողոցի ավտոտնակում գտնվող տարաների մեջ 2600 լիտրից ավելի տրանսպորտային միջոցների շարժիչի յուղ, 130 լիտր վարելիք եւ դրանց վաճառքի համար նախատեսված սարքավորումներ։ Մարտի 2-ին Մեղրիի գործարանային փողոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց, հայտնաբերվել ու արգելավվել է 24.5 կիլոգրամ մարիխուանա, 0.5 կիլոգրամ հերոին եւ 5 կիլոգրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց։ Մարտի 2-ին Արթիկ քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները լսել են անօդաչու թռչող սարքի ձայն։ Հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված 1 փաթեթ, դրանում առկա են եղել 1 Wi-Fi սարք, USB 2 լար եւ 2 լիցքավորման կոչ։ Փետրվարի 27-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում հայտնաբերվել է 45-ամյա մի կին, նա Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով։ Փետրվարի 27-ին Խանջյան փողոցում հայտնաբերվել է Ռուսաստանի քաղաքացի 23-ամյա տղամարդ, որը Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության եւ անձի առևանգման մեղադրանքով։ Փետրվարի 26-ին Կապան Քաջարյան ավտոճանապարհին բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Միհիրանի վարած Նիսսան եւ Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Ռոմանի վարած Իվեկո Մագնիշի կցորդիչով բեռնակալը։ Վթարի հետևանքով Նիսսանի վարորդը եւ ուղևորը Սյունիքի մարզի բնակիչ 34-ամյա Սարուխանը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ քիչ անց Միհիրանը գիտակցության չգալով մահացել է։ Մարտի 2-ին Վանաձորի Դեմիրճյան փողոցում բախվել են Opel Zafira եւ Opel Vectra Մագնիշի ավտոմեքենաները, 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 2-ին Աշտարակի Եղվարդ ավտոճանապարհին ճակատ-ճակատի բախվել են Opel Astra եւ Ford Transit Magnesium ավտոմեքենաները, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 2-ին Նուբարաշեն վարչական շրջանում բախվել են Հոնքի եւ VAZ-2106 Magnesium ավտոմեքենաները, 1 հոգի տեղում ստացել է բուժօգնություն եւ հրաժարվել հիվանդանոց տեղափոխվել։